կապված, խնդրում եմ նայեք բաց թողումներ չլինեն, լավ, եւ այսպես, մենք հիմա այսօր մեր պլանը, մեր ծրագիր այսօրվա համար, ես ձեզ ծանոթացնելու եմ, թե ոնց պիտի երևա բիզնեսը քարտեզին, Google քարտեզին, կանրադառնամ եւ Yandex քարտեզին, որովհետեւ մենք Հայաստանում ենք եւ չեմ կարա առանց Yandex-ի առաջ գնամ, դե առաջնահերթը Google քարտեզն է, այդ առաջի կետն է մյուս մեր կետը եւ մենք այսօր խոսելու ենք YouTube linking-ի մասին, այսինքն անդրադառնալու ենք YouTube-ի հղումներին, YouTube-ի կառուցման Եվ հետո մենք ձեզ այդ պրակտիկ աշխատելու ենք բանալի բառերի վերաբերյալ եւ իհարկե այդ ամենը վերաբերվել է Google քարտեզին եւ Yandex քարտեզին։ Ձեզ պարզ է այսօրվա մեր ծրագիրը։ Պարզ է։ Հիմա ես կուզեմ միջև անցնել առաջ իմ առաջին հարցով ձեզ դիմեմ։ Իրոք Google քարտեզում լինելը այդպես կարևոր է բիզնեսի համար եւ ինչով է կարևոր, կուզեմ մի հատ ձեր կարծիքները լսեմ։ Այսինքն որ ես օրինակ մեղրով եմ զբաղվում, ունեմ օրինակ, չգիտեմ, համելի մեղր, համեղ մեղր ինչ որ բիզնես, բայց օրինակ ես քարտեզում չկամ, ես մեր տանը նստած եմ։ Կբացատրեք ինձ։ Ով կբացատրի, լսում եմ ձեզ։ Կան տարբերակներ, թե չգիտեք, թե ասեք, լսում եմ արդեն։ Google-ում որ poisk են տալիս, երևի է տելա օգնում, որ շուտ գտնվի, ես իմ հասցեն նշված։ Այո, իհարկե, դուք հասկանում եք, որ մի բան, որ դուք քարտեզում նշված եք եւ ձեզ գտնում են, եւ արդեն երկրորդը, որ դուք չկաք այնտեղ, չգիտեմ, ձեր Facebook-ի social-ով պետք է ձեզ կան գտնեն, ձեր Instagram-ի social-ով պետք է կան գտնեն, իհարկե կարող է եւ դուք կայք ունենաք, հասկացաք, դրա համար, քանի որ արդեն դուք որոշ գիտելիքներ, այսպես բիզնեսի կառույցի վերաբերյալ ունեք, մենք հիմա ես վերցրել եմ ինչ-որ մի հատ բիզնես ու մենք պետք է գտնենք ինչ պետք է իրեն բացի նրանից, որ ինքը ունի, որ ինքը զարգանա, որովհետև պետք է անցնենք այդ Google քարտեզին։ Okay։ Հիմա ես իմ էկրանս գտնեմ, որտեղ է ու կիսվեմ։ Մի վարքյան։ Telegram-ն է։ Մի վարքյան։ Սա մի հատ մենք փակենք։ Իմ էկրանը հիմա ձեր մոտ երևում է ժողովուրդ։ Այո։ Եվ այսպես, ես հիմա Google հավելվածով գնում եմ YouTube։ Մի հատ մտնեմ ու այստեղից սկսեմ։ Հիմա ես կդիմեմ հարցով Արցախին, կասեք ես հիմա բիզնես էջեսա, թե իմ անձնականի մեջ եմ, ամեն ինչ երևում է, չէ ձեր մոտ։ Հա, երևում է։ Ահա, կասեք սա բիզնես է, թե հիմա Նոնա Ստեփանյան էջն է։ Ներքևի մասը չի երևում, է։ Ներքևինը տեսեք, մարդիկ տեսան որտեղ պետք է նայեն, ով ասեց բիզնես։ Ես, Էլնարան։ Էլնարա ջան, ոնց իմացաք։ Նշանը վերևում կա։ Որտեղ է, ճիշտ է, ասեք, որտեղ։ Աչքովում։ Արցախ հասկացաք։ Ես չեմ տեսնում աչքովում։ Աչքովում վերևում այդ կա տեսնում եք։ Այո, տեսնում եք սա, թե չեք տեսնում։ Չէ, որ շարժվեց, այդ բանը տեսա, բայց այդ հենց ձեր Աչքովում sense իկոնկեն լոգոն չեք տեսնում դուք հիմա։ Երևի դուք մոբայլով եք, ձեր մոտ կա ոնց բա։ Մոբայլով եմ, էլի դրա համար, հակում եմ։ Մոբայլով եք, հա։ Դե հա, դրա համար երևի, բայց մոբայլով էլ դուք ուրիշ բան կտեսնեիք, մի վարքյան, ինձ հետաքրքրեց այդ պահը, մի վարքյան, ահա, մի րոպե։ Շատ մանր, հիմա պատտեցի։ Մոբայլով, նայեք,
Մոբայլով եթե ես նույն edge-ը հիմա բացում եմ, մի վարքյան, ես հիմա այդ նույն փորձեմ էլի մի հատ տեսնեմ, ինչ եմ ես տեսնում այդ բիզնեսը, որ հասկանալու էլ նրան միանգամից կողմնորոշվեց, դա շատ կարևոր է։ Հիմա ես տեսնեմ Երևում, հատ կլոր բան է երևում, կապույտ։ կլոր կապույտ, էդ էլ կա հենց։ Էդ էլ հենց կա, լոգոն է, իմը չի էլի, ես չեմ։ Հասկացաք դուք, դա հենց այսա հիմա տեսնում եք, դուք ցույց են տալի, որ այսա։ Հա, բայց մեջը չեմ տեսնում, ինչա էլի գրած։ Մի հատ կլոր պատտում եմ հեռախոսը նոր ավելի փոքր անում, էլի։ Պարզ է, ձեզ մոտ մոբայլով է դրա համար, ահա։ Իհարկե սա բիզնես edge է։ Այ հիմա դուք տեսեք, ես արդեն բացեցի, հիմա որ բացում եմ դուք տեսնում եք։ Հա։ Ահա, շատ լավ։ Սա բիզնես edge է, եւ այսպես սա ինչ որ կամպանիայի բիզնեսը, ահա։ Հիմա ես եթե ուզում եմ, սենց հարց կա իմ մոտ, ես պետք է գնամ եւ ինչ որ մեկին դոստուպ տամ ինձ այդ զուգահեռ վարի, կներեք։ Վարի այս բիզնեսը։ Ինչ պետք է սխմեմ, որտեղ պետք է գնամ, ով կասի։ Մի քանի բան սենց կրկնենք, հետո առաջ գնանք։ Ինչ պետք է սխմեմ հիմա։ Որ գնամ այս YouTube կանալին, ինչ որ օրինակ Էլմիրան էլ ինքը վարի ինձ այդ զուգահեռ։ Կասեք, որ այստեղ բաց է, դուք աջ կողմը տեսնում եք, չէ՞ սենց։ Ուր պետք է ես գնամ, որ այդ գտնեմ այդ տեղը, որ ինչ որ մեկին դոստուպ տամ։ Տեղը գիտեք, թե ոչ, դրանից սկսենք։ Ով է ասում, ոչ մեկ, սենց մոտի սենց, օրինակ եկեք ստեղ, YouTube ստուդիոն ինչ է օրինակ, եկեք սրանից սկսենք, կասեք YouTube ստուդիոն ինչ է և ինչի համար է։ Մոբայլի համար է, էլի ավելի շատ։ Չէ, բոլորդ համամիտեք Արցախի հետ, որ մոբայլի համար է։ Ուղղակի մոբայլով մենք առանձին ներբեռնում եք, բայց եկեք մի հատ ճշտում կատարենք, նայեք։ Գնացի YouTube ստուդիո։ Հա, գրել են, որ Լուսինեն ուշ կմիանա, օքեյ։ Հիմա տեսեք, ես եկա, բացեցի իմ մոտ ամբողջ կառավարման դաշտն է։ Արցախ ջան, սա ընդհանուր կառավարման դաշտն է, իմ YouTube ալիքի, ուղղակի մոբայլով այդ հավելվածը առանձին էլ է, դուք առանձին իրեն ներբեռնում եք։ Հիմա եկա ստե, ձեզ բերում եմ այնտեղը, որ կարամ ես դոստուպ կամ, որտեղից կարող եմ տալ դոստուպ։ Ինձ ասեք։ Այստեղ ես բերեցի ուրիշ edge։ Ինչ որ մեկը պիտի ձեզ այդ զուգահեռ, օրինակ ձեր քույրիկն է, ձեր տղեն է, աղջիկն է, չգիտեմ, պիտի ձեզ այդ YouTube-ը կառավարի։ Դե Արմիտա ջան, կասեք որտեղ են գնում, որ օրինակ այդ դոստուպը տանք։ Կարող է դրած կոմունիցի թե ինչ։ Չէ, եկեք ես եթե դժվարանում եք, ես ընդհանուր բան անեմ, սենց ասեմ, ստի մոտ անգլերեն է, Настройкаների մեջ расширение настройки. Молодец. Ճիշտ է, ապրեք, ով ասեց։ Էլնարան ասեց, ապրեք։ Էլնարա ջան, էս անգլերենում էսա settings։ Էս ճիշտ է, ես դասի ներկա չեմ եղել են մի դասին, վիդեոներն եմ նայել։ Կարևորը դուք ճիշտ պատասխանեցիք, ճիշտ ապրեք։ Այստեղ սխմեցի, որ settings-ները, դե իմ մոտ ստեղ անգլերեն է, այս արը ձեր մոտ ստեղ կգրվի разрешение, տեսնում եք։ Հա, разрешение настройки։ Հա, ստեղ արդեն անում եմ manage permissions եւ թույլտվությունը գնում եմ ու ավելացնում եմ այդ մարդու թույլտվությունը։ Հիմա սա այս պահը հասկացանք, հիմա սա փակում եմ։ Ահա, այդ պահը է պարզավոր դուք գիտեք։ Մյուս հարցը, որ ես ունեմ, եթե ես ուզում եմ ընդհանուր տեսնեմ, ընդհանուր իմ վիդեոները, որն է լավ աշխատել, ընդհանուր գաղափարը ունենամ, որտեղ պետք է սխմեմ այդ պարագայում։ Analytics։ Ապրեք, analytics, շատ լավ։ Այսինքն անալիտիկան դրա համար է, ապրեք։ Ստեղ ես իմ կոնտենտն եմ տեսնում, էսա կոնտենտն է, իմ աուդիտորիան, իսկ ասեք trends-ի տակ ինչ է այս trends-ը։ Այս սրանք ինչեր են։ Գայանեն էլ է ասել, ես էլ։ Ուղղակի չեմ ուզում բացեմ մնացածը։ Այսինքն դուք ես մտա անալիտիկան, այս հասկացանք, իսկ սա որ սխմում եմ, ինչ է ցույց տալի։ Շատ կարևոր տեղ։ Ամենատարածված վիդեոներ կամ ամենաշատ բան Կարամ ասեմ, որ սրանք բանալի բառեր են բիզնեսի համար։
Այո։ Այո։ Սա հենց YouTube search-ի, YouTube poisk-ի բանալի բառերն են, այսինքն եթե այստեղ մտա, հասկացա, որ ես սրանց վերաբերյալ ես կարամ վիդեո սարքեմ։ Իսկ եթե այո, անպայման show all անում եմ, տեսեք, ընդհանուր բոլոր իմ լոկացիայի վերաբերյալ կարևորը դուրս եկան, որը ինձ պետք է ես վերցնում եմ ու կարամ ստեղծեմ այդ վիդեոն, տարածեմ ու բանալի բառը, այսինքն չեք մոռանում հենց YouTube կանալի աղբյուրի որոնումից օգտվելուց այս բառերից։ Մյուս իմ հարցը, իսկ եթե ընդհանրապես ինձ պետք է YouTube-ի վերաբերյալ բանալի բառեր, որտեղից կարող եմ վերցնել, ինչ տարբերակ կառաջարկեք։ Կա տարբերակ, դրանից սկսենք։ Կա, որ հենց ես YouTube-ի բանալի բառերը կարող եմ դիտել։ Դուք երկուտեղ հստակ գիտեք։ Այո, Google-ի միջոցով Ահա, ասեք, YouTube-ի նկատի ունեմ, ահա, մենակ YouTube-ի բառերը, առանձին, ահա։ YouTube-ը ինչ անեմ, ասեք, որտեղ գնամ։ Որտեղ եք գնում։ Հա? Օրինակ YouTube-ը ստեղ եմ մնում, թե գնում եմ Google-ը, լավ, եկա Google-ը։ Ինչ գործիք կասեք, որ ընդեղից YouTube-ի կարևոր կետերը ինձ համար կերևա, որ ես իմ YouTube-ը այլ կարեմ։ keyboard tool Ճիշտ է։ Այդ տեսեք, հիշում եք sense նշանը, էսա ինքը։ Բերեց keyboard tool io, շատ ճիշտ է։ Ով ասեց այդ գործիքի տեղը։ Մի հատ ինձ ասեք ձեր անունը։ Արմիդան։ Արմիդան, ապրեք Արմիդա ջան, շատ ճիշտ եք։ Երբ որ ստեղ գնում եմ այս գործիք, ստեղ առանձին YouTube-ի տեղ կա, YouTube-ի բանալի բառերը եւ այլը եւ այլը։ Էդի մեկ, ապրեք։ Երկրորդը, որտեղից արագ ինձ պետք է, եթե YouTube-ից իմանամ, դիտում կունենամ, թե չէ, պետք է, որ ես մյուս հարցին անդրադառնամ։ Էլ որտեղ կա, որ YouTube-ը կարամ գնամ, հենց YouTube-ի արդյունքը տեսնեմ, որոնման աղբյուրների արդյունքը։ Կհիշեցնեք։ Կա տարբերակ, թե ես հուշեմ, մի հատ լավ մտածեք։ Ով է հիշում, Արցախն էլ չի հիշում։ Այդ տեղերը ու գործիքները դուք պետք է շատ լավ հիշեք, դա ոնց որ այս եք հիշում։ Ահրևսեր ինչեր են, ուրիշ կայք է, չէ՞ լրիվ։ Ահրևսը, հա, Ահրևսում YouTube-ի վերաբերյալ ինչ կար, եկեք եթե հիշել եք Ահրևսը, դա էլ է լավ։ YouTube-ի վերաբերյալ Ահրևսում ինչ կա։ Այնտեղ մենք նկարը դնում ենք, ինքը Instagram-ի բաներ էր սարքում, հեշթեգներ։ Եկեք մենք այստեղ Ահրևսը ապրեք, մենք այսօր այդ գործիքը որ հիշել եք, օրինակ էսա Ահրևսը գնացի, ինքը ունի այդ գործիքը, ինչ որ էսա մի հատ նկար կդնեմ, օրինակ, ահա, դրեցի այս նկարը, տեսեք։ Երբ որ նկարը դրեցի, ինքը էսա, կարամ նկարագրությունը գրեմ, կարամ չէ, ինքը հեշթեգեր է տալի, ուղղակի կարամ Instagram-ում, Facebook-ում այդ հեշթեգերը 10 հեշթեգ, ինքը ամենակիչ ինձ տալիս է, տեսեք, էսա ներբեռնվի, էսա, տեսեք, Էստվե հեշթեգը տալիս է, հիմա էլ ինչ է Ահրևսը տալի, եկեք նայեք, եթե մոռանում եք նայեք, Ահրևսը այսպես միշտ կիչնեք, ահա, տեսեք ստեղ ինքը ասում է, Instagram-ի վերնագիրը, անունը, ահա, տեսեք ինքը ինչ ունի, ճիշտ եք հիշում մի բան, որ YouTube-ի վերաբերյալ ինքը ունի երկու աղբյուր, YouTube անունը կարա ձեզ համար ստեղծի, և YouTube կանալի description generator, Արմիդա ջան կհիշեցնեք ես մեկը ինչն է, YouTube կանալի, որ ինքը description generator է, ինչ է դա անում, ինքը YouTube-ի համար, մի հատ ինձ հիշեցրեք, ոնց եք կարծում, ահա, այսինքն ինքը նայեք ընդհանուր կանալի, եթե ես ընդհանուր կանալը գրեմ օրինակ, ես մեղ եմ կառուցում, էսա, ինքը մի անգամից ինձ ինչ է տալիս, դուք կարաք փոփոխեք երբ որ ուզեք, իրեն կանալի նկարագրություններ, դուք որ արդեն արել եք ու հետո դուք, եթե ինքը անգլերենա բնականաբար տալի, հեսա տեսեք, կարաք detailed սխմեք ու ինքը ավելի հակիրճ ձեզ կբացատրի։ Ինքը դա է տալիս և ամենակարևորը և տալիս է video description generator, նայեք ուշադիր, այսինքն վիդեոյի նկարագրություն, օրինակ եթե ես վիդեո եմ անում, ինչպես եմ ես պատրաստում գինի, how I make օրինակ wine, սխմում եմ
Այս կարևոր կետերը մենք պետք է անդրադառնանք, որ այսօրվա թեմայի հետ դուք կապը զգաք, հասկանաք։ Որ ձեր մոտ թերի կետերը չմնան։ Էսա սխմեցի, ինչ է գալիս հիմա։ Էսա տեսեք, օհո, տեսեք, 1, 2, քանի հատ, ինքը ասում է, ինքը տվեց ինձ վիդեոյի նկարագրություն, որ ես արդեն իմ վիդեոն պատրաստեմ չդժվարանամ, էսա նկարագրություն ինքը տվել է, այստեղ կարամ փակեմ կամ բացեմ, և հեշթեգի հնարավորությունն էլ ինքը տվել է, ահա, խնդրում եմ YouTube-ի վերաբերյալ, շատ ճիշտ ասեց բանը Արցախը, շնորհակալություն, հա, ստեղ կա այսպիսի գործիքներ, իսկ եթե ինձ պետք է բանալի բառ, տեսնում եք, չէ, ես բանալի բառը պետք է դնեմ, որ այսքանը ստեղծեմ, իսկ ինչ մի հատ կարևոր ձեր ամենօրվա գործիքը կա, որ մեզ այսօր պետք է լինելու, ու չեք ուզում ինձ անունը հիշեք, մի հատ հիշեք, կա տարբերակ, թե չէ, եկեք լավ, Google-ա սկսում, հետո, Google Trends, ապրեք, Google Trends-ն է, իհարկե, ապրեք, Google Trends-ն է, ձեր հիմնական գործիքը, էսա, գնում եմ Google Trends, և ստեղ, եթե ես սխմեմ բառը, օրինակ, ինչա, Լիգա Եվրոպա, եսի փնտրել են շատ ստեղ, ահա, Լիգա Եվրոպան մեզ է պետք չի, օրինակ գրում եմ wine making, տեսեք, բառը որ գրում եմ, էսա բացի, մի վարկյան, թող դեր բերնվի, այստեղ, նայեք, տենում եք YouTube search կա, փոխում եք YouTube, և առանձին YouTube search-ի բանը աշխատանքը ինքը ձեզ ցույց է տալի, տեսա մի օրվանն է, օրինակ, եկեք մի փոխենք 90 օր, որ տենանք ես գինի հետ ինչա կատարվել, ահա, տեսեք, շատ քիչ բան են փնտրել, այսինքն wine making բառը ես չեմ վերցնի որպես հիմնական, դե դա բնականաբար Հայաստանի համար է, բայց եթե փոխենք համաշխարհային, որովհետև մեզ, ահա, տեսեք, շատ լավ դիտումներ է ստացել, կարանք աշխատեցնենք, ու կզարմանաք, ես միշտ զարմանում եմ սրա, որ Նոր Զելանդիան թոփ է, տեսեք, Նոր Զելանդիան առաջի տեղն է դրա մեջ, Ուգանդան երկրորդ, Շվեդիա, Ավստրալիա, Կենիա, այսինքն իմ համար, օրինակ ձեր համար գինի երկիրը որն է, կկիսվեք, ինձ հետաքրքիր է, ես մենակ ես եմ զարմանում, թե դուք էլ, ինչ կասեք, մի հատ կկիսվեք, օրինակ Արցախի կարծիքն է հետաքրքիր, որտեվ իրեն բիզնեսն է, Արմիդան ինչ կասի, լսում եմ ձեզ, օրինակ ըստ ձեզ, կա տենց գինի նումն է, կասեք դա։ Սովետական միության ժամանակ կոնյակագործությունը ոնց որ տրվել է Հայաստանին, գինեգործությունը Վրաստանին, որպես հիմնական արտադրող երկիր, էլի, դրա համար այսօր Վրաստանը ոնց որ այդ առումով ավելի առաջ շատար է, էլի։ Բայց մեր երկիրն էլ էլի շատ որպես տեղ Ֆրանսիան, Իսպանիան արտերգրում, էլի։ Այս տեսեք, որ հիմա շատ վիճակը փոխվել է, Նոր Զելանդիան առաջ տեղ։ Երկրորդը Ուգանդան է, որ Աֆրիկայում է, Շվեդիան, Ավստրալիան, Կենիան։ Եկեք տեսնենք Հայաստանը կա այս ցուցակում, որպես բանալի բառ։ Էմիրատն է, Հնդկաստանը կար ու ես նկատեցի, որ այնտեղ կա զարգացած է, Բանգլադեշ, Պակիստան, ահա, Նորվեգիա, Բայց դրանք պոիսկ են տալիս ուղղակի, չի նշանակում դրանք։ Այո, բայց դուք չեք կարծում խի են պոիսկ տալի այդ երկրներում։ Ուրեմն մարդիկ այնտեղ խի են պոիսկ տալի։ Ինձ չի որ իրենք ուզում են ուրիշ երկրների գինին խմեն։ Մտածել եք դրա մասին։ Դե հենց այդ է, կարող է քիչը դրա համար են պոիսկ տալի, որ գտնեն։ Բայց ես ձեզ խորհուրդ կտամ մտածեք մի հատ այլ ձևել, որ ուղղակի այդ երկրում, ոնց ասեմ ձեզ, բառը, գինի բառը զարգացած է։ Այլ չգիտեմ, մեր մոտ այդ կարգի ինչ կարամ ասեմ, օրինակ մեր մոտ նարինջ բառը զարգացած չի, իսկ ծիրանը զարգացած է, հասկանում եք։ Մենք ծիրանի հետ շատ բան կարանք անենք, ուրեմն բառը զարգացած է։ Իսկ այս երկրում, նայեք, էսա ներքևից ցույց է տալի, օրինակ գինի ստեղծելը սկզբնակների համար, չգիտեմ, այս գինի ստեղծելու ձևը եւ այլն։ Դուք եթե նայեք որոնման աղբյուրների վերաբերյալ բառերը, դուք կտեսնեք նես չի, որ իրենց մոտ չկա։ Այն նրա համար է, որ իրենց մոտ զարգացած է։ Դրա համար ես ձեզ սենց կհորդորեմ հաճախակի եւ YouTube կանալի համար, ընդհանրապես այդ Google որոնման աղբյուրների համար, ստեղ մտնել այս գործիքի մեջ, որ հասկանաք աշխարհում ինչ է կատարվում, հա։
Ահա, որովհետև գիտեք, Հայաստանը, հա, էսի մի բան է, որ դուք նայում եք, բայց համաշխարհային մասշտաբով միշտ կարա լրիվ ինչ որ ուրիշ բան լինի։ Հասկացանք, չէ՞ դա։ Շատ լավ։ Հիմա գնացինք առաջ։ Հիմա ես արդեն կանրադառնամ Google քարտեզին ու արդեն դուք հետո կապը կհաստատենք այն ամենի հետ, ինչով ես սկսեցի իմ դասը։ Հիմա գնում եմ Google քարտեզ։ Եվ ինձ օրինակ պետք է ես գտնեմ օրինակ ամենաուժեղ բիզնեսը կամ իմանամ որ կազմակերպությունից օգտվեմ, որ գնամ օրինակ ինձ պետքա ուզում եմ թռնել ինչ որ երկիր։ Ինչ երկիր կառաջարկեք, ասեք։ Օրինակ ես Երևանից գնում եմ ուր։ Եկեք միասին մենք գնում ենք, ճանապարհորդում ենք վիրտուալ։ Դա էլ է Դուբայ, ահա։ Դուբայ, ուրեմն Դուբայ։ Գնացինք Դուբայ։ Ես ուզում եմ գնալ Դուբայ, սխմում եմ։ Ինքը արդյունքը տալիս է մեր տեղանքով ամենաուժեղ այդ բառով աշխատած բիզնեսների վերաբերյալ։ Հիմա ուշադիր նայում եմ, էսա։ Եվ սրանց մեջ ես պետք է գտնեմ, ահա, ինչ որ բիզնես, հա, որը իմ մոտակայքում է։ Ահա, հիմա ուշադիր եթե նայեք դեսաբանալի բառերն, ու տեսնում եք ինչքան սպոնսորտ, նայեք քանի գովազդ կա։ Քանի գովազդ կա, ահա, լրիվ գովազդային հարթակներով, ու ես չտեսա ինչ որ մեկի, ինչ որ տուրիստակա, նայեք, որը, չգիտեմ, Հայաստանից էր, տեսեք com, նայում եմ AM կա, թե չէ, որը ցույց կտար օրինակ, չգիտեմ, ստեղից, որ ես կարամ անեմ այդ գործողությունը։ Օրինակ տեսակ մենակ Երևան to Dubai flights, բայց էլի com, հայկական չի, booking.com, չգիտեմ, Air Arabia.com, այսինքն այս բառով ես ոչ մի բան չգտա, որ իմանամ իմ մոտ ով է զբաղվում դրանով։ Ահա, գնացինք առաջ։ Օրինակ գրում եմ ուրիշ բառ, որ տեսնենք Visit Dubai, տեսեք, տենանք Visit Dubai-ով նույն պատկերն է, թե չէ։ Դա ես նրա համար եմ, որ ձեզ բացատրեմ այդ որոնման աղբյուրների աշխատանքը քարտեզի վերաբերյալ։ Տեսեք, էլի տեսնում եմ համաշխարհային TripAdvisor-ն է, բոլոր տարբեր, չգիտեմ, կազմակերպություններն է, բայց ստեղից չգտա ես ինչ որ մեկին, օրինակ, չգիտեմ, մի հատ ագենստվա, որը ինքը հայկական էր։ Կասեք, ստեղից ինչ եզրակացություն կանեք դեռ այս պահին։ Մի հատ կուզեմ լսել ձեր կարծիքները։ Ինչ է կատարվում Հայաստանում այդ բառի վերաբերյալ եւ այլն։ Ինչ չեն արել, որ սենց Երևան։ Ինչու քարտեզում ես ոչ մի, չգիտեմ, չգտա։ Կա տարբերակ։ Թե ես գնամ առաջ, հետո կպատասխանեք այդ հարցին։ Լավ, եկեք առաջ գնամ, հետո պատասխանեմ։ Հիմա բնականաբար, հիմա ես արդեն ավելի մանրակրկիտ գնում եմ, տեսնեմ Հայաստանում, թերապես կա ինչ որ մեկովից Դուբայ կտանի։ Ահա։ Ուրեմն, հենց գրեցի տուրիստական կազմակերպություն Հայաստանում արդեն բերեց քարտեզները, քարտեզների դիրքավորումը, ու top քարտեզները, top բիզնեսները ինձ համար բերեց։ Հիմա սենց ես մոր սխմենք, որ դուք պատկերացնեք, որովհետև այսօրվա մեր թեման հենց քարտեզն է, որը կոչում է Google My Business, իմ բիզնեսը քարտեզում, Google քարտեզում, ու ես տեսնում եմ, նայեք աջ կողմում, Էսա թոփերը, որը երևում է։ Այսինքն այս տուրիստականները քարտեզում այնքան զարգացրել են իրենց աշխատանքը, կամ բանալի բառով, կամ չգիտեմ ինչ որ ուրիշ ձևով մենք հեսա ներսից կտեսնենք, որ իրենք դարձել են թոփ։ Հիմա նայենք ոնց է թոփ դարձել։ One Way Tour-ը, ձեզ ծանոթ է անունը։ Ինչ որ մեկ է։ Այո։ Go Travel-ը օրինակ տեսեք, դիրքավորված է, էսա Go Travel, սենց որ սխմում եմ, տեսեք քարտեզից ինչ է երևում, իրենց կայքը եթե ունեն, որ դու պատերացուն է, իրենց ուղղությունը, ոնց իրենց գտնեմ, հիմա ես եթե սխմեմ, էսա կսխմեմ, դու ասինքն իմ տանից միջև իրենց ուղղությունը, սա էլ է բարձրացնում, այսինքն ինչքան շատ մարդ սխմի և ուղղությունը գտնի, քարտեզում դու բարձրանում ես,
զանգի կոճակը, ես միանգամից կարող եմ զանգել Go Travel-ին եւ իմանալ Դուբայում տուր կա թե չէ, իրենք զբաղվում են թե չէ։ Եվ նայեք ինչ հետաքրքիր է share-ի կոճակ, այսինքն եթե լավ կազմակերպություն է, եկեք կիսվենք, մեկս մյուսի ուղարկենք, դուք հասկանում եք, չէ, որ կիսվելուց շատ բարձր ու լավ կոնվերսիա է ստանում բիզնեսը։ Գնացինք Armenia Travel-ն եմ տեսնում, ինձ զարմանալի է Fun Travel-ն էլ էստեղ, ես ուրախ եմ, որովհետև իրենց կայքով մենք ենք զբաղվում, ինքը դիրքավորվել է բավականին, Երանի Travel-ը, հյուր սերվիսը, էսա, սենց նայեք, Positive Day-ը, Gardman-ը, Sputnik-ը էլի ինձ ծանոթ է։ Ահա, ձեզ ծանոթ կազմակերպություններ տեսակ։ Այրենք թոփն են, 1-ից 20 արդյունքները և քարտեզում, և այսպես դուք տեսակ, սրանից հետո, ինձ հետաքրքիր է օրինակ, տեսեք ստեղ, այս մեկը ինչ չունի, զանգ չունի, նայեք մի հատ ուշադիր, տեսեք, ես ուզում եմ, որ դուք տեսնեք ինչով են տարբերվում, բոլորի մոտ, նայեք, նույն բանը կա, One Way-ը զանգ չունի, տեսեք, ահա, այս կազմակերպությունը կայք չունի, ինքը կարա կայք չունենա, ես դեմ չեմ, տեսեք, իսկ այստեղ չկա զանգ, գնում ենք հիմա, էսա, Էս են իրենք One Way-ը նայեք քարտեզում, էսա ցույց է տալի, ունի 4.9 գնահատական, 1994 մարդ թողել է review, դեկես ինչ-որ մի քանի մարդ վատ գնահատական են դնում, միանգամից 5-ից իջնում է, դե գիտեք, ամենաբարձր ու չգիտեմ, գերազանց գնահատականը դա 5-ն է, գրած է իր գլխավոր կատեգորիան, էսա գրած է, իրեն գլխավորները բոլորինը, տեսեք, տուրապիրատոր, նայեք ուշադիր, տուրապիրատոր, սա իրենց գլխավոր կատեգորիան է, գլխավոր label-ն է, հիշեք այդ բառը, tours, տեսեք բոլորի մոտ տարբեր է, տուրապիրատոր, մոտիկ են, travel agent, էսա travel agent, համարյա հոմանիշ է, բայց դուք նույնը չտեսակ, այսինքն իրենք ամեն մեկը իրենց համար ընտրել են իրենց ուզած կատեգորիան համապատասխան, բայց տուրը ինչ ընտրել օրինակ, հետաքրքիր է, տուրօպերատոր, հիմա գնում ենք արդեն ավելի մոտիկից այսպես ասանք ծանոթանանք, ահա, ինչ եմ մենք տեղ տեսնում, այս One Way-ն է, ինքը հիմա բաց է, այսինքն մենք հիմա կարանք զանգահարենք, տենում ենք կայքը, ուշադիր նայեք, այստեղից յուրաքանչյուր մարդ, հետո մենք ներսից կտեսնենք, տեղը ցույց կտամ, լրացնում է սերվիզները, տեսեք, էսա իրենց սերվիզներն է, և ինչն է լավ աշխատում, շատ լավ կլներ, որ սերվիզների գները երևար, հետո ես ներսից ինձ համար հասանելի է մի տուրիստական, կմտնեմ, դուք կտեսնեք, շատ լավ աշխատում է, եթե գինը լինի, դե մարդը չի ուզում գինը դնի, չենք կարա ոչ մի բան ասենք, սա իրենց ռևյուներն է, տեսեք, այս մարդը գրել է, որ լավ է, ու եթե դու ուզում ես review գրել, վատ է թե լավ է, դու գրում ես review, նկարները և հրապարակում ես, դու էլ կարող ես մասնակցել բիզնեսի, այսպես ասած, rate-ի մեջ։ Update-ները, նորությունները, եկեք տեսնենք ինչ նորություններ կան։ Վերջի նորությունը, One Way Tour-ը, զարմանալիորեն ինձ համար, դրել է մայիսի 18-ին 2024 թվից, այսինքն մի տարի Google քարտեզը չի թարմացրել այդ կազմակերպությունը, հարց, բա որտեղից է ինքը առաջի դիրքում, այսինքն, սա չի ազդել, միջև 2024 թիվը, նայեք, ինքը լավ էլ թարմացումներ ա գրել, պոստեր ա դրել, հատուկ առաջարկ ու հետո ստոպ կանգնել է, ինքը ինքան դիրքավորվել է, որ հիմա ինքը արդեն ոչ մի բան չի անում, բայց դիրքը ստացել է, դեռ ինքը այստեղ է, տեսնում եք, սա իրեն նկարներն է բնականաբար ու որպես հաճախորդ ես կարող եմ հիմա, եթե օգտվել եմ One Way Tour-ից, ես օգտվել եմ իրականում, կարող եմ նկար ավելացնել ու այդ նկարն էլ դնել ու կերևա իրենց պրոֆայլում, սա իրենց ամբողջ ինֆոն է, այսինքն որպես հաճախորդ, մենք այսքանը տեսնում ենք, ու տեսնում ենք վերջի գրառումը եղել է 24 թվին և բուք են արել գնացել երևի կայք, հիմա համեմատելու համար գնանք Fun Travel Armenian, որը ինձ ծանոթ է, որը 5 գնահատական ունի 106 review, տեսեք ուշադիր, այս իրեն սերվիզներն է էլի գները մենք չենք տեսնում, փակ է գները, բայց սերվիզները բավականին շատ էին էլի,
Սա ռևյուներն է, ամեն ինչ մնացածը տեղում է։ Տեսնենք վերջի հրապարակումը էլի 24 թիվ մայիսի 20։ Էսա։ Էլի հետո հրապարակումները չեն կայացել։ Վերջ։ Այսքանը մենք հասկացանք։ Ստեղ հարցեր կան ժողովուրդ։ Թե չկան։ Գնամ առաջ։ Ահա, այսինքն մենք ուսումնասիրեցինք մի քանի բիզնես։ Իսկ հիմա կուզեմ օրինակ հարց տալ Էլնարային։ Օրինակ, եթե դուք գնում եք, մենք ձեզ հետ պայմանավորվում ենք Դուբայ գնալ։ Որից կօգտվեք ըստ ձեզ, օրինակ, սրան, որին կվստահեք։ Ինչ պետք է մենք նայենք, որ բիզնեսին վստահենք։ Օրինակ, որից կօգտվենք։ Ինչ անենք, ասեք։ Ով շատ գնահատական ունի։ Երևի հետո գնահատականը պետք է բարձր լինի, թե ցածր։ Բարձր։ Իսկ ինձ համար գիտեք ինչներ բան, որ իրենք առաջատարն է։ Այո, առաջատարն է, բայց իրենք թարմացումներ չարեցին, այս պահին իրենք դիրքավորված են բավականին, բայց եթե իրենք այսպես շարունակեն չգրել իրենց update-ները, այսինքն անցյալ տարվա մայիսից, իրենք քիչն են, իրենք դեռ դիրք ունեն, բայց քիչն են, դա ուշադիր եղեք։ Ուրեմն ես ինչ եմ անում, ես սովորաբար ճանապարհորդում եմ, մտնում եմ սենց նայում եմ, ինձ համար դա շատ քիչ բան է, review-ները կարդացի, ահա։ Հիմա գնում եմ էլի Google, օրինակ ես գիտեմ one way tour-ը, որպես ես ուզում եմ, չգիտեմ, one way tour-ով գնալ կամ չգիտեմ, եկեք ես մյուսը վերցնենք, որն է դա, Levon Travel-ը կամ Sputnik-ը։ Օրինակ տեսնենք, այնտեղ Sputnik էլ ունեինք։ Sputnik Travel Armenia, էս ենք, հա։ Նայեք, միանգամից դուրս եկավ ձախ կողմից իրենց կայքը, աջ կողմից հենց քարտեզը, որը մենք նայում ենք, ահա։ Հիմա ձախ կողմից ներքևում, ինչ նայեք, իրենց Facebook-ը, տեսեք, իրենց Instagram-ը, իրենց TripAdvisor-ը, ու վերջի հրատարակումները եղել են նայեք մարտի 12-ին 2025 թվականին, ահա։ Հետո էսա Հունաստան փետրվարի 18-ին, այսինքն իրենք լավ էլ update են անում ու բավականին դինամիկա ունի։ Այսինքն ես օրինակ կվստահեի այն բիզնեսին, որը ունի դինամիկա ու ես տեսնում եմ այդ փոփոխությունները։ Ու հիմա իհարկե դրանից հետո կմտնեմ social-ները, կուսումնասիրեմ, մտնեմ տեսնեմ Facebook-ում, վերջի գրառում էլի անցյալ տարի առած, Instagram-ում էլի անցյալ տարի առած։ Դա մի քիչ ինձ համար կասկածելի կլինի։ Այ պետք է այդ գրառումները, եթե իրենք անում են, ուրեմն եւ աշխատում են։ Չես կարա տենց, չգիտեմ, աշխատես, բայց ընդհանրապես այս ոլորտում մանավանդ գրառումներ չունենաս։ Նայեք, բոլոր ունեն, այս LinkedIn եւ այլը, ամեն ինչ իրենք ունեն եւ կմնա մենակ գնալ այդ հասցեով, խոսել իրենց հետ, տեղում ընտրել կամ ժամ պայմանավորվել եւ գնալ։ Այսինքն մենք ձեզ հետ որպես հաճախորդ նոր ուսումնասիրեցինք քարտեզը եւ ուղղակի վերցրեցի տուրիստական ոլորտը, որը ոնց որ այն ոլորտը, որը մեզ համար բոլորից կարեւոր է, բոլորին պետք է ճանապարհորդությունը, հա։ Բայց Դուբայի վերաբերյալ դուք ինչ հասկացաք, ժողովուրդ։ Մեր տուրիստականները ինչ չեն արել, ոնց եք կարծում։ Այդ որ ինչու Դուբայ բառով ոչ մեկը չէր երևում։ Այ ես ուզում եմ մի հատ տեսնեմ, դուք կասեք ինձ հիմա այդ պատասխանը։ Բոլորը լավ էլ աշխատում են, բախի Դուբայի տակ ոչ մեկ չկար։ Էսա մի հատ ուրիշ գրեմ։ Ասեք, հա, Արցախ։ Քարտեզով չեն նշել, էլի, այստեղ չի, տեղում չի։ Բերումանդեղ այդ բառի ոչ թե չեն նշել, այդ բառը չեն աշխատեցրել։ Այսինքն իրենք մտածել են, կամ ստուգել են, կամ տեսել են, չգիտեմ, որ Հայաստանից Դուբայ գնացողներ այնքան շատ են, որ կարիք չկա մի հատ էլ այդ բառով post տնել, զարգացնել այդ բանալի բառը, ոնց որ իրենց համար դա նորմալ է թվում, ու իրենք այդ բառը չեն զարգացրել։ Իրենք չեն աշխատել այդ բանալի բառերի վրա։ Դրա համար իրենք չեն երևում։ Հիմա օրինակ վերցնենք, տեսեք, տարբերությունը, ուղղակի Դուբայ վերցրինք։ Հիմա վերցնենք տուր, գնանք to Greece, տենանք Հունաստանն ինչ վիճակում է։ Մենակ ինքը տեղանք է, տեղից է, Հայաստանից է ցույց տալու։ Տեսնենք ինչա Հունաստանի վերաբերյալ, ահա, տեսեք, դուրս եկավ։ Fun Travel Armenia ներևած արդեն։ Ինչ կա։ Ուրիշներից։ Դուբայ էլի կբերիմ կարծիքով։ Այն ժամանակ չեն։ Չէ, եկեք փորձենք։ Կարող է բերի, էլի, բայց շատ չի բերի։
Դուբայը չի աշտեսեք, նու միանգամից գնում է Arabian Adventures, արաբական Էմիրատների բաննա, թռիչքային կազմակերպություններն է, Air Arabian-ը բերում։ Այսինքն մերոնք այդ բառով հետաքրքրելի տեսեք, հելի fun travel-ն է, էլի նույն կազմակերպությունն է, որը լավ outgoing բանալի վառերի վրա աշխատած է, տեսեք, մեկ էլ ինչ որ կա, նայեք, Dubai Tour Armenia, որը Dubai Tour անում, իրենց Instagram-ի պրոֆիլն է դուրս եկել։ Ահա, հեսա դուրս է եկել Greenway Travel-ը, որոշ բաներ, բայց այս օրինակ հայկական չէ Get Your Guide-ը, հա, սա տեսեք էլի հայկական չէ։ Համարյա բան չկա, այսինքն Դուբայը Հայաստանի համար այնքան հասկանալի ուղղություն է, որ մենք այնքան հաճախ ենք գնում, նայեք նույնիսկ բանալի բառերն էլ։ Տեսեք թե սա։ Կարող այս սրանցով գնացել են, բայց ոչ այդքան զարգացած է այդ բանալի բառը։ Այսինքն այդ բառը չեն օգտագործել այդքան շատ իրենց պոստերում, իրենց հեշթեգներում եւ այլն։ Դրա համար միշտ պետք է դրա վրա դարձնենք մեր ուշադրությունը եւ օրինակ սենց անենք, տեսեք, դուք ես որ գրեցի, օրինակ տեսեք, ինչ որ մեկի YouTube-ը բերեց, չբերեց։ Բայց եթե YouTube-ը բավականին զարգացած լիներ ու այնտեղ աշխատած լինեին դա, կբերեր։ Իսկ ոնց եք կարծում, ինչ կգրեմ, որ բոլորի YouTube-ը կբերի։ Ինձ հետաքրքիր է հիմա կասեք։ Ինչ բան պետք է մոտավոր գրեմ, որ YouTube-ը բերի։ Հիշում եք ես դες կարևոր բան եմ ասել, YouTube-ը ինչի համար են աշխատեցնում ու շատերը։ Ու այսօրվա դասի ժամանակ էլ ասեցի։ Եկեք մի հատ այդ ստրատեգիան վերհիշենք, ժողովուրդ ջան, որ ինչ գրեմ, որ հաստատ YouTube-ը կգա։ Օրինակ դուք տունը մի բան եք ուզում պատրաստել, ինչն եք բացում։ YouTube-ի չեք նայում, կանայք թող ասեն։ Հա, ժողովուրդ ջան, ինչն եք նայում, եք լռում, դե լավ, հա, Արցախը կարողա չիմանա, բա դուք ի՞նչ եք ասում։ Իհարկե, եթե ես ուզում եմ որևէ բան պատրաստել, օրինակ, սալատ, какой, Ցեզար, չգիտեմ, ամենահեշտն եմ գրում, էդ էլ հələ անգլերեն եմ գրում, ահա, լավ, սենց գրեմ, ոնց կա քեսր, հա։ Բայց կարող է ես իմ գրելու բանը կապ չունի, էլի։ Ահա, քեսր։ Տեսնենք։ Ահա։ Բերեց սրանք, ահա, հիմա եթե վիդեոները նայենք, YouTube.com, հեսա YouTube-ները լրիվ full զարգացած են, այսինքն ուտելիքի վերաբերյալ YouTube-ը top է։ Այդ հիմա ես առաջինը all-ը սխմեցի, բայց էլի գնալու եմ հասնեմ YouTube-ներին, հեսա։ Տեսնում եք բոլորի բաղադրատոմսերի վերաբերյալ, ջաշ պատրաստելու վերաբերյալ, թե այսինքն YouTube-ը պատասխանում է հարցին, թե ինչպես չկապ չունի։ Տեսեք, միանգամից ինչ եկավ, հեսա։ Այս ինչերը սրանց անունը ոնց է ժողովուրդ։ Այս ինչ է սա գալի։ YouTube-ի շորտն է, ճիշտ է, սա էլ է YouTube-ի շորտ, սա TikTok-ն է, տեսեք էլի դիրքավորված կա, մի հատ էլ տեսեք, ահա, տեսեք օրինակ, այս մեկը երևած, ուրա մի րոպե, մի վայրկյան, սա Instagram-ում ոնց ենք անվանում այս կարճ վիդեոյի անունը։ Ճիշտ է, այսինքն միանգամից դիրքավորված շորտսերը հերթով դուրս եկան, ռիլսերը, որոնք մտել են explore, օրինակ տեսեք, այս մտնենք ու պատկերացում ունենանք, հա, չէ, մի րոպե, բացելու է, ահա, վայցի տամ տենամ տակից Instagram, հա, չէ, պետք է մուտ գործեմ և այլ, այսինքն եթե ես ցանկանամ տեսնել, ես տեղից մնացածը ամեն ինչ շատ հստակ կտեսնեմ, ես ուղղակի ստեղ ուզեցի ձեզ ցույց տամ կարևորությունը, այդ կարևորությունը բոլոր հարթակների ու իրենք գալիս են, սենց հավաքվում են իրենց կարևոր իմաստով բանալի բառով հենց Google քարտեզում ժողովուրդ ջան։ Բարի, հիմա արդեն գնանք անդրադառնանք հատուկ այդ կետերին, մեկ վայրկյան գնանք այդ կետերին, ահա, գնանք հայերեն տարբերակը բացենք ձեզ համար, ահա, և այսպես Google My Business, արդեն եթե ես ասեմ Google My Business, դուք միանգամից Արմիդա ջան ինչ եք հասկանալու, ինձ հիշեցրեք, եթե ասում եմ Google My Business, ինչ եք հասկանում, քարտեզում նշած տեղը հատուկ
բիզնեսի վերաբերյալ, հասկացանք, չէ, օքեյ, դա քարտեզում իրեն դիրքավորված տեղը իր նշած ճիշտ տեղն է, ոչ մի ուրիշ ձև, եւ այսպես, ոնց պիտի մենք սովորենք, իմանանք, թե ինչպես բարձրացնել տեղական, դա հենց դրա մասին է, տեսանելիությունը, դա հենց տեղում, ուրեմն գնում ենք հերթով, եւ այսպես եւս մեկ անգամ սենց մանրակրկիտ կետերով անցնում եմ, ինչ է Google My Business-ը, դա անվճար գործիք է, անվճար հարթակ է, չեք մոռանում, որը թույլ է տալիս կառավարել, թե ինչպես է ձեր բիզնեսը երևում Google-ի որոնման եւ քարտեզների վրա, այսինքն ինչ նկատի ունեմ ես, բիզնեսի անունը, առաջինը, մյուսը, իրեն տեղադրությունը, իրեն ժամերը, իրեն լուսանկարները եւ կարծիքները, որը review, հաճախ արդեն անգլերեն ասում ենք review, մյուսը, ինչու է Google My Business-ը այդքան կարևոր եւ ինչի համար ես այդքան շատ անդրադառնում եմ այդ բառին, Google-ի որոնումների հենց 46%-ը տեղեկատվության որոնում է, դա շատ կարևոր է, որ շատ քիչ կապ ունի քո լոկացիայի հետ, քո տեղի հետ, եթե ես օրինակ, մի րոպե, եթե ինձ պետք է ատամնաբույժ, նայեք, ինձ պետք է ատամնաբույժ, ես գրում եմ dentist, ինքը չի ցույց տալու ատամնաբույժը, որը գտնվում է, չգիտեմ, Եղեգնաձորում, ինքը բնականաբար էս ինձ բերեց, սենց անեմ, արդեն ես որոշ բաներ, մի րոպե, ինքը բերեց իմ մոտի ատամնաբույժներին, տեսեք, ովքեր իմ մոտ են, ինձնից հեռու չեն, քարտեզով ինքը միանգամից բերեց, դա դրա հետ ուշադիր եք լինում, ու ես ձեզ ասել եմ եւ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ամենաուժեղ բառերից մեկն է, որ անգլերեն dentist near me, իմ մոտ, այսինքն դուք ինչ էլ գրեք իմ մոտ, օրինակ, գինի իմ մոտ, մեղր իմ մոտ, չգիտեմ, վարդի մուրաբա իմ մոտ, դրանք արդեն ուժեղ բառեր կլինեն, որովհետև հենց կա այդ near me, իմ մոտ, ու այդտեղ այդ կապը հենց հաստատվում է այդ բառի միջոցով, սա իմ մոտի բոլոր ատամնաբույժներն են հասանելի ու միանգամից տեսեք, բերեց քարտեզը, որ ես արդեն եթե ինձ պետք է, օրինակ էսա Մարի կլինիկա, ես իրենց կայքն է, մի հատ տեսնեմ հեռու եմ ինձնից, տեսեք, սխմեցի, ու տեսնենք Մարի կլինիկա, նայեք ինչ լավ ցույց է տալի, իմ մոտից Մարի կլինիկա, էսա, տեսեք էսա ես եմ, Մարի կլինիկա 25 րոպե է, ինչով, տեսեք, ես ինչով է ցույց տալի, մի հատ Նաև նույնիսկ տեսակներով, մեքենաների տեսակներով ես կարամ իմանամ, թե ինչքան ժամանակ է ինձ պետք, իսկ եթե ես ուզում եմ ոտով գնամ Մարի կլինիկ, փոխում եմ, ինչքան է ոտով, 3 ժամ եւ այլը ես այսենց մարշրուտով կգնամ, չէ, իհարկե ես չեմ գնա այտենց, էսա, քարտեզը ինձ ամբողջ ինֆոն բերեց Մարի կլինիկի վերաբերյալ, բայց ես հիմա չեմ գնում ատամնաբուժարան, ինձ ուղղակի պետք էր բացատրել ձեզ այդ near me բառը, ուշադիր եք լինում, ինքը շատ բավականին ուժեղ բառ է, օքեյ, հասկացանք դա, գնացինք առաջ, հիմա կարամ արդեն գնամ առաջ, մի վարքյան, ասի մեր search-ներ, էսի փակենք, որ մեզ չխանգարի, Եվ այսպես, դուք հասկացաք դա, որ Google-ի որոնումների 46%-ը հենց տեղեկատվության որոնում է։ Երկրորդը, առաջին տպավորությունները կարևոր են, եղեք տեսանելի մոտակայքում փնտրողների համար։ Եթե դուք բիզնես եք, եթե դուք ունեք հասցե, դուք ամեն ինչ պատրաստում եք, որ ձեր Google My Business քարտեզը ստեղծվի։ Պիտի ունենաք լոգո, պիտի ունենաք տեղայնք, ես հերթով ձեզ ցույց կտամ, ու քայլերը ցույց կտամ, թե ոնց գրանցել քարտեզում, ոնց գրանցվել։ Եվ եթե այդ ամենը կա,
շատ ճիշտ է ունենաք ձեր Google My Business-ը։ Հետո ինքը օգնում է հաճախորդներին գտնել եւ վստահել ձեր բիզնեսին, դա շատ կարեւոր է։ Այսինքն, եթե դուք ամեն մարդին չեն վստահում, եթե դու Google քարտեզում դիրք ունես, ուրեմն Google-ը քեզ ստուգել է եւ թույլ է տվել, որ դու այդ ամենը ցույց տաս։ Այդ վստահության նշանը Google քարտեզի նշանն է։ Գնացինք առաջ։ Որոնք են Google My Business-ի հիմնական տարրերը։ Իհարկե, բիզնեսի անունը դուք պետք է ունենաք 1. Հստակ հասցե 2. Հեռախոսահամար 3. Մյուսը աշխատանքային ժամեր պետք է ունենաք։ Մյուսը լուսանկարներ եւ տեսանյութեր, որտեղ ձեր բիզնեսը պարզ երևում է։ Ոչ թե օրինակ Պողոսնա ինչ-որ մեկի բոստանում տնկում ծաղիկ, դուք այդ նկարը վերցնեք, ասեք դա ես եմ, չէ։ Պետք է երևա, որ դա ձեր պարտեզն է, ձեր օբյեկտն է եւ դուք ուզում եք օրինակ ռեստորան է գրանցեք քարտեզում։ Մյուսը հաճախորդների կարծիքները։ Եթե արդեն ստեղծում եք, դուք հասկացաք ինչքան կարեւոր է այդ կարծիքները։ Եվ արդեն ներսում մենք ստեղծում ենք կատեգորիաներ եւ հենց հատկություններ։ Այդ կետին ես դեռ կանրադառնամ, դուք կտեսնեք։ Հիշում եք այնտեղ tourism agency եւ այլ, այդ կատեգորիաներն են, այսինքն բուն իրեն գլխավոր կետը որն է, այդ բիզնեսը իրենից ինչ է ներկայացնում, այդ դրա մասին է խոսքը։ Գնացինք առաջ եւ այսպես, որոնք են Google My Business-ի օպտիմալացման խորհուրդները։ Պետք է պահել թարմ ձեր տվյալները։ Օրինակ դուք տեսաք այնտեղ օրինակ ես մտակ 24 թիվեր վերջ, ես արդեն մի տեսակ չվստահեցի։ Չգիտեմ։ Քանի որ ես գիտեմ, որ կարևորում եմ ես դա բիզնեսի մեջ, այնտեղ չկար, ես մի տեսակ այդ բիզնեսներին արդեն չվստահեցի։ Նշանակում է իրենք քարտեզում կան, բայց մի տարի չեն աշխատում օրինակ։ Իմ մոտ տենց տպավորություն էր։ Մյուսը բարձր որակի լուսանկարներ պետք է մենք միշտ ավելացնենք։ Իհարկե, ցանկալի է, որ ձեր նկարածը լինեին, թողնենք լինեն շատ աշխույժ, բնական, դուք մի մտածեք, որ չգիտեմ, ձեր նկարածն է վատն է, ոչ, ձեր նկարածը ավելի բարձր դիտում կտա, դուք ներսում ես կտեսնեք, ես ձեզ ցույց կտամ, որ այդ ամենը աշխատում է։ Երբ որ դուք մեղր եք սարքում եւ դուք չգիտեմ ձված եք սարքում ձեր ձվից, այդ այնց նկարները շատ լավ կաշխատեն։ Մյուս կետը պետք է ճշգրիտ նշել ձեզ քարտեզի վրա։ Այսինքն, եթե դուք վերցնեք ու նշեք ձեզ ուրիշ տեղ, նշանակում է, որ դուք չգիտեք, դա անվստահություն է առաջացնում Google-ի մոտ, ինքը կարա ձեզ չվստահի ու Google քարտեզում չգրանցի։ Դրանից հետո կան բազմաթիվ տարբեր դժվար քայլեր, որ ձեզ վերականգնեն։ Այդ անվստահությունը դուք չպետք է ձեռք բերեք։ Մյուսը, այդ ասեցինք, հասկացանք։ Մյուսը, օգտագործեք համապատասխան կատեգորիաներ։ Այսինքն, հիշում եք մենք Facebook-ում որ գրանցվում ենք, դուք ասում եք, ես ուզում եմ մեղր, բայց մեղրը չկար։ Կար չգիտեմ ինչ որ մի բան, որը սիստեմայի ներսում էր։ Նույնն էլ այստեղ է ժողովուրդ ջան։ Եթե սիստեմայի ներսում չկա հենց մեղրը, պետք է համապատասխան կատեգորիայի բառեր գտնենք, ու այսօր ես ձեզ կներկայացնեմ ինչ կատեգորիաներ կա, որ դուք կարող եք այդտեղից արդեն ընտրել ձեզ համապատասխանը։ Հիմա ես վերցրել եմ կոնկրետ քեյսեր, քեյսերը նկատի ունեմ ինչ որ տարբերակել, այդ բիզնեսը քարտեզում ոնց պիտի գրանցվի, ինչ պետք է ունենա։ Առաջինը ես վերցրել եմ մի հատ բեղրի բիզնես, իրեն օրինակ անունը Be Local Honey, ու տեսնեմ ինչ քայլեր պետք է լինեն։ Պետք է ավելացրել են սեզոնային լուսանկարներ փետակներից եւ բանկաներից, ապրեն իրեն։ Տեղական շուկայի ժամանակացույց հրապարակելուց հետո 40% ավել սեղմումներ, այսինքն կլիկ են ստացել։ Այսինքն հենց իրենք սեզոնային լուսանկարները դրել են, այդ մեղրի վերաբերյալ միանգամից կլիկները շատացել է։ Այդ որտեղից է կլիկ են անում, ոնց է երևում, էլի ձեզ ցույց կտամ։ Մյուսը,
պատասխանել են բոլոր կարծիքներին, ռևյուներին եւ վստահություն է ստեղծվել։ Այսինքն տեսակ իրենց քայլերը բացելուց հետո։ Նես չէ որ դու բացում ես ու սպասում ես, ոչ, դու քայլեր ես ձեռնարկում, դու եթե մարդը քեզ գրել է քո մասին կարծիք, դու չես պատասխանում, քո այդ վստահության աստիճանը ընկնում է։ Եվ Google-ը քեզ այդպես արագ չի դիրքավորում, քեզ տեղ չի տալի մյուս քարտեզների մեջ, ուշադիր կլինեք։ Մյուսը գնացինք, վերցրել եմ երկրորդ օրինակը, օրինակ ինչ-որ գինու բիզնես, օրինակ Wine and Wine Winery, օրինակ։ Իրենք ցուցադրել են համտեսման ինչ-որ միջոցառումներ և այգու տուրեր։ Տեսեք, այսինքն այնտեղ կա միջոցառում, event, որ իրենք ինչ-որ event են կազմակերպում, կարած գինի համտեսես։ Իրենք դրել են դա ու բավականին բարձրացել են։ Ու եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ event-ը, այդ միջոցառումները, այդ որը կազմակերպում եք, շատ ճիշտ է Facebook-ում եւ այս Google My Business քարտեզում անպայման լինեն նշված։ Պարզ է, չէ՞ սա։ Գնացինք մյուսը։ Իրենք օգտագործել են բացօթյա նստատեղեր, հետո ընտանեկան հատկանիշներ, այդ բառերը իրենք օգտագործել են եւ գնացել են էլի առաջ։ Գինու սեզոնի ընթացքում 5 անգամ ավել քարտեզային դիտումներ են ստացել։ Քարտեզի վերաբերյալ ես ձեզ ցույց կտամ, քարտեզի դիտումը որն է, փնտրումների դիտումը որն է։ Դրա կանդրադառնամ։ Ռուսերեն այսպես, եսա Yandex-ի որ գնամ, այնտեղ էլ տեսնեք։ Ուրեմն քարտեզում поиск в картах и сам поиск, поисковик, search-ը, այսինքն այդ երկու տարբեր դիտումներն են։ Եթե երկուսն էլ բարձր են, կեցե դուք։ Վերցրել եմ երրորդ օրինակը, վերցրել եմ ինչ-որ մի հատ օրինակ լուսանկարիչ Շոց Վայսեմ անունով։ Ինքը բաժանել է պորտֆոլիոն ըստ սեզոնների, դա շատ կարևոր է։ Google My Business-ը հրապարակումներով գովազդել է հատուկ առաջարկներ, այսինքն հատուկ առաջարկը top է։ Ու ինչ է եղել վերջում։ 3 ամսում ինքը հավաքել է 50+ կարծիք, այդքան շատ կարծիք է իրեն մասին արդեն Google քարտեզում։ Եվ կուզեմ ասել անպայման ընդհանուր սխալների մասին, որոնք պետք է խուսափել։ Սխալ աշխատանքային ժամերը արգելվում են։ Լուսանկարների բացակայությունը կամ վատ որակը, լղոզված լինեն, կամ ընդհանրապես չլինեն, չգիտեմ, որ որևէ բան պարզ չի այդ նկարին ինչ է, պետք է խուսափենք։ Մյուսը, անտեսված կարծիքներ։ Ով կբացատրի այս անտեսված կարծիքներ կետը, լսում եմ ձեզ։ Ասեք անտեսված կարծիքներ կետը, ինչ է նշանակում։ Այսինքն, որ կարծիքներ են գրում ու չեն պատասխանում այդ կարծիքին։ Ապրեք, միանգամից իջնում է։ Ամբողջ ռեյտինգը միանգամից իջնում է, ապրեք շատ։ Եվ իհարկե սխալ կատեգորիայի օգտագործումը։ Եթե դու գինի ես, ապա դու պիտի երևաս որպես գինի, ոչ թե ինչ-որ ուրիշ բիզնես։ Մյուսը, ինչ օգտակար գործիքներ եւ աղբյուրներ կան։ Ամբողջը ինքը Google My Business հավելվածը։ Բավականին լուրջ գործիք է, ես ձեզ ցույց կտամ, որտեղ դուք կարող եք եւ բանալի բարերը եւ փնտրումները ամեն ինչ տեսնել։ Google քարտեզները, նույն ձև։ Google վերլուծությունները եւ Google My Business օգնության կենտրոնը, այնտեղ կա Google Support, այո, որը ձեզ բավականին կօգնի, եթե որևէ խնդիր լինի։ Եվ վերջնական խորհուրդները եւ ամփոփում այդ ամենի վերաբերյալ պետք է պահել ամեն ինչ թարմ, մյուսը պետք է օգտագործել լուսանկարներ ձեր պատմությունը ներկայացնելու համար, կապ պահպանել կարծիքների միջոցով եւ անպայման հաստատությունը վստահություն է կառուցում։ Միայն այս 3-ը, եթե դուք ճիշտ անեք, այս 3 քայլերը, դուք այդ ամենադժվարն է, ժողովուրդ ջան, ես ձեզ ասեմ կյանքում էլ է, չէ՞ տենց։ Վստահությունը շատ դժվար է ձեռք բերել։
եւ պատկերացրեք ինչքան դժվար է արդեն Google քարտեզների վերաբերյալ, հասկացանք այդքանը։ Հիմա մի հատ կանրադառնամ նորից, որ բացատրեմ ձեզ Google քարտեզը եւ Google search-ը, հա, երբ որ փնտրում եք։ Օրինակ, եկեք travel-ը արեցինք, ատամնաբույժն էլ արեցինք, ինչ ենք հիմա փնտրում օրինակ Երևանում, ձեզ ինչ կհետաքրքրի։ Էժան ծաղիկներ կուզեք։ Կասեք, ինչ կուզեք փնտրեք, Երևանից տեղյակ լինեք, որտեղ կա, հազիվ անում ենք, գործիք օգտագործում ենք, ինչ կուզեք, ասեք ձեր տարբերակը, լսում եմ ձեզ, չկա տարբերակ, եկեք տեսնենք որտեղ կան լավագույն կամ էժան կամ թարմ ծաղիկները, տեսնենք, գրենք, որտեղ բան ցույց տամ, ահա, near me, տեսեք մի անգամից բերես, deliver, այսրանք արդեն online, այսին online կարամ գնեմ, ահա, լավ, գրեմ, տեղանքած գրեմ, որ հեշտ հասնեմ նպատակի, էսա, դուրս եկավ կազմակերպություն, որը դրել է գովազդ, տեսեք, մի անգամից գովազդով 24/7 լավ ուժեղ բառ է, ահա, սա գովազդով է, իջնենք տեսնենք առանց գովազդի, էսա, այս կազմակերպությունները, Էսերը որոշները իրենց ինստագրամներով, տեսեք արդեն, տեսանք ով ինչով է շնչում Երևանում և ով ինչ աշխատել է, ահա, flower delivery in Երևան, տեսեք ինչ որ ստեղ հետաքրքիր, for you AM, այսք էլի գովազդ է դրել, տեսեք, հետաքրքիր է, search, և այսպես տեսնենք ուրեմն քարտեզով, սա քարտեզով որոնումներն է, հա, սա քարտեզով որոնումներն է, ահա, սա նկարներով որոնումներն է, նայեք, այսրանք էլ են բանալի բառեր, նայեք, որ սա ուղղակի ձեզ թվում ասենց խմբագրել է, ոչ, սրանք էլ են բանալի բառեր, սա վիդեոների որոնումների աղբյուրն է, սա նորությունների, սա կարճ վիդեոները, սա են երկարները, սա ֆորումներն է, նայեք, երևի չեք նկատել, որ, ահա, սենց ֆորում է հավաքվում, տեսեք, և որտեղ քննարկում են այդ հարցը, տեսեք, այս հարցը սա քննարկվել է, ֆորումներն էլ է լավ աշխատում, այսինքն որոշ կայքերում եթե կա ֆորում, եթե մի մարդ է գրում հարց, մյուս պատասխան ֆորում է, ֆորումը թարգմանվում է լատիներենից որպես ժողով, собрание, ահա, սա վեբ որոնումն է, սա տեսեք, այսինքն բոլոր աղբյուրներից տարբեր որոնումներ են, սա բոլոր որոնումները մի տեղում են, սա առանձին որոնումներ, այսինքն դա նկատի ունեցեք, երբ թե ուզում ես all-ի մեջ լինես այստեղ, առանց գովազդի, դու բոլոր տեղերը պետք է հաղթահարած լինես, որ all-ը սխմեմ, դու մի անգամից այսենց այս fresh flowers-ը տեղը այսպես շատ լավ երևաս, հասկացանք այսքանը, ահա, հիմա արդեն այս պահին մի պատ էկրանը կիսում եք դուք, ես կասեմ ով, ու մի հատ ընդհանուր հանձնարարություն կատարենք ու հետո անցնենք առաջ, ով կցանկանա, մի հատ ինձ ասեք, առաջինը по желанию, ով է ուզում, որովհետև բան պետք է փնտրենք, ասեք, ով է ուզում փնտրի, փնտրողները Այս այժմենական ով է, ասեք, ով է ուզում։ Ես անեմ Արմիդանը։ Հա, Արմիդա ջան, սկսեք, էկրանը վերցրեք ու հիմա կասեմ ինչ եք անելու։ Հիմա ասելու եմ ինչ եք անելու։ Հենց էկրանը արդեն ձեր մոտ լինի, ես կհասկանամ։ Ապրեք, հիմա, ես օրինակ ուզում եմ ինչ-որ պիցա պատվիրեմ, հա, կամ եկեք ձեր տարածքում, ինձ գտեք լավագույն պիցան ու եկեք տեսնենք, որտեղից դուք դա իմացաք, քարտեզը, ամեն ինչ ուսումնասիրելով, լսում եմ ձեզ, ահա, եսա մի հատ մենք տեսնենք, ուստեղ ուշադիր լինեք, ես հետո հարց կտանք, մենք իմանանք, որտեղ է ապրում Արմիդան, եսա մենք իմանանք, Արմիդա ջան, տեսնենք ինչ եք գրում, պիցա, ահա, որտեղ է ապրում Արմիդան, ժողովուրդ, Արմիդան որտեղ է ապրում,
Խի եք լռում, ես չեմ ուզում ասեմ, Արմիդան որտեղ է ապրում։ Ոչ մեկը չտեսակ, Արմիդա ջան որտեղ եք ապրում։ Լռեցին ժողովուրդը։ Ես Ինքը տեսա։ Ռազդանում ենք ապրում։ Այո, ես տեսա, տեղանքը Ռազդանը, ճիշտ է, բայց միանգամից երևաց, որ Ռազդանը, որտեղ ինչ դուք սխմեք, ցույց է տալու ապրեք ձեր մոտ։ Հասկացաք, ուրիշ տեղ ցույց չի տալու։ Հիմա խնդրում եմ, ով է քարտեզով ուժեղ պիցայի վերաբերյալ։ Քարտեզ, եկեք սկսենք քարտեզից, Google My Business-ից։ Ըստ ձեզ մի հատ բոլորին բացեք, ուսումնասիրեք, ու մանավանդ դուք ծանոթ եք իրենց հետ, հեսա կտեսնենք իրականում տենց է, թե էկրանը գնաց, դուրս եկակ երևի տեղից Արմիդա ջան։ Ահա, էսա, ինչ պետք է անեք, որ քարտեզի հետ ծանոթանաք, ասեք։ Ասեք ինչ պետք է անեք։ Պետք է սխմեք, հա, իջեցրեք, սկրոլ արեք, աջ գնացեք, Արմիդա ջան, աչով իջեցրեք ամբողջը, էլի բերեք, ահա, բոլորին տեսնենք, էս են բոլորը, էլի բերեք, թոփերը պետք է տեսնենք, որտեղ են ավարտում։ Ահա, այն աջ կողմում, Արմիդա ջան, ձեր մոտ սկրոլի բան կա, այն աչը։ Սենց որ կարակ իջեցնեք ամբողջը, չէ, ավելի աջ գնացեք, ես տեսնում եմ ձեր մկնիկը, ավելի աջ, են իմացեք ձևը, ահա դա, այդ աջ միած սենց երկար պալычկա է, դրանով իջեցրեք, ահա, էտա, այստեղ պիցանի մաշո, տեսակ ստեղ մտա, այդ еще местан սխմեք, ահա, և այստեղ, այդ տեսակ ձախ կողմից, դուք ձեր տեղանքով ով մատուցում է, դուք բոլորին տեսակ, էսա, տեսեք, աջ կողմը տեսնում եք, աչը, ահա, ժողովուրդ բոլորդ հիմա վստահում եք, որ Արմիդան ապրում է այնտեղ, որտեղ ասում է, տեսակ որտեղ Արմիդան, քարտեզով մենք պարզ տեսանք, բոլորդ տեսակ ինքը որտեղ է, տեսակ բոլորի մոտի պիցաներով ինքը երևաց, գախնիկ չի կարա լինի, բոլորի համար պարզ է, որտեղ Արմիդան, ապրեք, ահա, ասիկը ստեղանքով մենք պատկերացրինք պիցաները, հիմա սրանցից որին կվստահեք, օրինակ մի հատ բոլորին թերթեք և վերլուծեք, մի 3-4-ը վերցրեք, պիցա, չգիտեմ, դուք համել երևի օգտվել եք, ինչ կասեք սրա մասին, մի հատ իրեն նկարագրեք, եթե դժվար չի, իսկ իրեն քարտեզի նկարագրեք, լսում եմ ձեզ Արմիդա ջան, նկարագրեք, փակվեք էկրանը, լսում, այստեղ մնացեք, մի հատ նկարագրեք, այդ առաջին երկրորդը, քանի առաջինը Պիկասո պիցան, 21 հոգի է, ինչ-որ կարծիք գրել, հասցեն է այստեղ գրված, օգոստոսի 23 փողոցում, Եկաբան բացակայող կա իրենց մոտ, հիշում եք քարտեզի վրա ինչ պետք է լինի, հելատետ եք էտել, Զանգը, պետք է լինի զանգը, մարշրուտը, տենց ասեմ, հելատեսեք, որտեղից կարանք տեսնենք, այդ ամենը ուրա, կարող է վրեն սխմեք տեսնեք բացվում այդ ամենը դրա մասին, որնակ ուզում են պատվիրին, զանգը կա, տեսակ, ահա, հիմա լրիվ, իսկ իրականում շատեր համով են պատրաստում, դուք խորհուրդ տվեք, եթե գանք Ռազդան, որ մենք էլ օգտվենք, ապրեք, ասեք, ինքը ինչ չունի ստեղ, բայց պարտադիր չի ունենա, ինչ չունի, բայց ինչ չունի, կարծիք գրելու տեղ ոնց, չէ, կա էդ, կայք, են Արցախ ասեց, կայք չունի, բայց դա նորմալ է, չէ, կարա լինի, կարա չէ լինի տենց, կարա լինի, որ կայք չունենա, հա, տեսեք ինքը կայք չունի, հա, կարա լինի, ճիշտ այն Արցախը նկատեց, հիմա նայեք ստեղ, դուք որպես հաճախորդ, կարաք ստեղ, ինչ որ եթե մի բան սխալ է, ուղղեք քարտեզում, եկեք այդ տեղն էլ ձեզ ցույց տամ, բայց դա պետք է կազմակերպությունը հաստատի, որ երևա, մի հատ իջեք ներքև, там было ռուսերեն предложить правку, այսինքն եթե դուք մտնում եք մի բանը սխալ է, չէ, վերև բարձրացեք մի հատ, ահա, տեսաք предложить правку,
Լսխմեք, ուղի։ Угу. Եթե մի բան տեսնում եք, այս պիցայի մասին սխալ է, դուք սխմում եք այդ предложить справку, հա? Ու ասում եք օրինակ, տեսեք, изменить название, դուք կարաք ուրիշի բիզնեսը նույնիսկ ասեք չի աշխատում, կարող է ստիցա քարտեզի վրա, ու փակ եք իրեն, տեսնում եք, ու շատեր եղեք այստեղի հետ, այսինքն ստեղ կարաք եւ լավություն անեք եւ վատություն անեք ինչ-որ մեկի, լավություն անեք, եթե միշտ բանը նշեք, որը նշած չի, վատություն անեք, վերցրեք գրեք փակա, իհարկե իրենք կասեն ընդ չէ բացա, բայց էլի խնդիր կստեղծեք, այսենց բաներ ցավոք սրտի լինում են երբեմն, ապրեք, ահա, սա ուսումնասիրեցին, դուք մեզ խորհուրդ եք տալի օգտվենք այս պիցայից, Այո, այստեղի պիցաները շատ համով են։ ահա, իսկ կգնաք ինձ հետ արկիր ամենացածր միավորովը տեսնեք, գիտեք ոնց եք անում, ամենացածրը շատ հեշտ քարտեզով, ացել կանտում, Եվ ամենացածրը, ով երկուր ունի, հլա դրեք տնանք էտի, խղճի հետ ով, կամ իրականում վատնա, ահա, հլա իչեք ներքև, երևի սկրոլ անեք ներքև, սկրոլ արեք, այս, ահա, տեսնենք էտ, ահա, 3 ու 6, ենա, հլա իչեք 3 ու 4, հլա տեսեք, 2 պլուս, ետնանք ենով ամենացածրը, ահա, նեմի յատ 3, տաշիր պիցան 3 է, տաշիր պիցան 3 են դրը, լասխ մեկ տաշիր պիցան մենք ծանոթ ենք, փաստորեն տաշիր պիցան ձեր մոտ վատ վիճակում է, լասխ մեկ տաշիր պիցան, եկեք ստուգենք տնանք, ստեղ ամեն ինչ ճիշտ է, Ահա, իսկ ոնց իմանանք օրինակ ինչն է վատ, ռևյուն ինչ վատ բաներ ունի տաշիր պիցան, որտեղ նայեք, երևի։ ճիշտ է սխմեք, եկեք տեսնենք ինչ վատ բան է արել, որ չգնանք խնդե ուտենք, որտեղ գնանք տաշիր պիցան ինչ վատ բաներ է, ահա, հեսա տեսակ ձեր օձևն է, դուք էլ կարաք գրեք, Տեսեք, սортировать по релевантности, дате, по убыванию рейтинга, կուզեմ միացա իմացեք, այս ռևյուները կարաք սортировать անեք, Google-ը սենց սորտ ատալ, по возрастанию рейтинга, ըստաճելության, по убыванию, по убыванию սխմեք, դրանք ինչ վատ բան են գրել, ահա սխմեք, убывать, այսինքն նվազում է, այս ինչ են դրել, այս 5-ն է, չէ, տեսնենք Տեսել է 5-ը, այս է 5-ն է, ահա, ուրա վատները չտեսնենք ռևյուները, հայերեն են գրել շատ համով, ահա, չէ, ուրա, հլա մի հատ գնացեք ընդեղ են մոտի բանը սխմենք, մի տնանք վատերը խի են թակնվել, ես է մի հատ վատը կա, տեսիք վատ ասը 4, էսա տեսեք 5 տարի առաջ 4, տարիների է։ Այո, ճիշտ եք նկատել, 6 լետ назад։ Լավ չէին աշխատել։ Տեսեք 6 առաջ վատներ, տեսեք, мне не понравилось, օրինակ Ռոման Վիզիտև, տեսեք, հլա մի հատ կարդացեք, այդ որ не хватает официанта, մի հատ ուսումնասիրեք, կարդացեք, ընդեղ ուր էր։ Хочу оставить Были вечером по залу бегал один парень-официант. Суп принесли чуть теплый, заказывали овощи, гриль полусырые. Хачапури норм, яичница с помидорами вкусная. Այսինքն տեսեք ինքը ոնց է Google-ը քարտը ցույց տալի։ Ուտելիքը 4 միավոր 5-ից։ Ինքը նայեք, դուք հասկանում եք, որ մարդը որ գրել է, մեջին ինչ բանալի բար դուրս է եկել, Google քարտեզից դտել է ու գցել ստե առանձին։ Այսինքն այդ ռևյուներն էլ լավ կլներ, որ ձեզ գրեն բանալի բառով։ Հա, օրինակ սերվիսը 2 միավոր 5-ից տվել։ Ատմոսֆերան 4-ից 5, եդան 4-ից 5։ Ահա, հիմա նայեք, եթե լավ ռևյու է, ստեղ ներքևում ռևյուի տակ տեսնում եք կիսվելու նշանը, կամ մի հատ սխմեք է, Արմիդա ջան, կիսվելու նշանը։ Եթե լավ ռևյու է, ձեզ գրել են, դուք վերցնում եք կոպի եք անում ու տանում եք տարածում եք, հասկացաք, դե բնականաբար վատ չի, ահա, և եթե համամիտ եք, հաստը լայքի տեղել կա, կարակ լայքը սխմեք, այսինքն սա քանի տարի առաջ է գրվել, մի հատ գնացեք վերև,
Սա մի տարի առաջ։ Այսինքն այն ժամանակ բավականին վատ աշխատել ու այդպիսի վիճակ ա եղել։ Այսինքն տաշիր պիցայից ըստ օրինակ եթե դուք չլինեիք տեղացիներ, օրինակ ուրիշ մարդ գար Հրազդանում ապրեր, ինքը հաստատ չէր գնա տաշիր պիցա ուտել, արդեն Բայց սա Երևանում է։ Սա բայց Հրազդանում չունեք դեր մոտ։ չէ, այստեղ տաշիր պիցա չկա։ Բայց որոնումը երևի որ մոտիկա ցույց ա տվել։ Դե ամեն դեպքում ուրիշի համար շատ վատ է, էլի որ տաշիր պիցան տենց, բայց նայեք դուք խիա ռուսերեն գրած տաշիր պիցա։ Մետա թե անգլերենն է, երկու հատ կա, տաշիր պիցա ռուսերեն եւ վերևը գնայեք պիցա անգլերեն։ Հələ նայեք էդի որ լեզ։ Սա անգլերենն էինք ընտրել։ Ավելի վատ։ Այսինքն տաշիր պիցան վատ ռեյտինգ ունի։ Ռեյտինգի վրա պետք է քարտեզում աշխատի։ Այնքան լավ ռևյուներ պետք է գրվի, որ այսինքն օտար երկրյա մարդիկ մի քիչ կխուսափեն, էլ իրենք անպայման մտնում ենք ռեյտինգը ուսումնասիրում ենք, հա։ Բայց էլի տաշիր պիցա տարբեր են։ Հա, բայց ընդհանուր ճաշատեսակը մեկն է, Արցախ ջան մեկը։ Ճաշատեսակը ամենտեղ մեկն է։ Դա պետք է հաշվի առնեք, հա, կարող ասել Հասցեների են գնահատում, տենց ճիշտ է, որտեղ միտեղ լավն են տալիս, կարա լինի, էլի։ Բայց այստեղ մի հատ կնայեք, ինքը Երևանա գրած ու վերջ։ Մի հատ կնայեք Արմիդա ջան։ Ներքևում էլ կա մի քիչ, ներքև էլի կա, տահինա ռուսերենա գրած, տաշիր պիցա 3-7։ Դա ոչ թե ըստ հասցեների է։ Ուղղակի իրենք տարբեր քարտեզներում տարբեր տեղ են իրենց բան արել, էլի դիրքավորել։ Մեկը անգլերեն են գրել, մեկը ռուսերեն են գրել, բայց կազմակերպել։ Իրենք, այսինքն ոնց որ դուք ձեր гинին մեկը ռուսերեն գրեք, մեկը անգլերեն, բայց նույն гинին է։ Դրանից բան չի փոխվում։ Մենք այդ պետք է պատմենք։ Երևում դուք տեսեք կա սբրոսից ֆիլտրը։ Այդ ինչ է նշանակում Արմիդա ջան, սբրոսից ֆիլտրը։ Հա, սբրոսից ֆիլտր, այսինքն որ մենք ընտրել էինք ամենացածր բանը, արտիկան։ Այո, ֆիլտրներ, այո։ Մի հատ դա ջնջեք, օրինակ, ահա, տեսեք, միանգամից ձեր մոտ լրիվ մաքրվեց։ Եթե դուք ուզում եք ուղղակի ձեր գլխավոր բառը մնա որոնումից, դուք այդ ֆիլտրերը փակում եք ու այդ ձևով։ Հիմա նայեք, դուք այդ կողմում ունեք ատկրից կարտը, մի հատ դա էլ կսխմեք։ Տեսնում եք, ատկրից կարտը, էսն է։ Սխմեք։ Այս բարձվելու է, հենց նայեք ինչ է դեր մեկ նայրևելու։ Տեղից դուք կարող եք, տեսեք տարբերակ կա, սկրից բկավու ու պանել, ստեղ կարակ փակեք, միայն քարտեզը ձեր առջևում լինի, ձախ կողմից երևա, միայն քարտեզը լինի, ու միանգամից տեսնում եք ռեյտինգ, մի հատ ռեյտինգը ստում։ Դա լրիվ պիցային է, դեր վերաբերում, ռեյտինգը ստում եք։ Տեսեք, ռեյտինգներով, օրինակ, այդտեղ հստակ, ամենաբարձրը, հլա մի հատը սխմեք, օրինակ, որը մեկը սխմեք, տեսեք, ինտեղ տոտի ֆիլտրացիան արված լինի, հա, միանգամից ինքը ֆիլտրվում է, ահա, այսինքն դուք կարաք միայն քարտեզից օգտվեք, տեսնեք, ստեղ ու ձախ կողմը փակեք, կարաք երկու կողմն էլ աշխատեցնեք, կարևոր ընդհանուր քարտեզի պատկերացումը եւ Google քարտեզի որոնման պատկերացումը դուք այստեղից ունենում եք, հասկացաք Արմիդա ջան եւ բոլորը։ Այո, հասկացանք։ Այո, շատ շնորհակալություն, որ կիսվեցիք, արդեն կարաք դադարեցնեք, ես շարունակեմ, ինձ պետք էր մի հատ դուք մտնեիք, շատ որովհետև ուրիշ բան պետք է բացատրեմ ու արդեն դուք պետք է փնտրեք։ Էսա մի հատ Արմիդան կանգնած։ Այո։ Ներես ինձ, բայց ես մի հատ ստոպ տամ, հետո նորից շարունակես, հա։ Այո, դու ստոպը տուր, մեկ Արմիդան դադարեցնում, ադրա որ երկար չլինի վիդեոն։ Այո,